Երկին վարը սերելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր հունիսի 12-ն է։ Սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է եւ քանի որ խոսելու բան կա, կարևոր խոսելու հարցեր ունենք, դրա համար որոշեցի այս հաղորդումը ձեզ համար պատրաստել։ Տեսանք Սամվել Կարապետյանի հարց-պատասխաններ։ Լրագրողների իրենք փաստացի դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, անվավեր ճանաչելու խորհրդարանական ընտրությունները։ Մի քանի հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Սամվել Կարապետյանը, այս մասին կխոսենք Ռուսաստանի գործողությունների մասին Գյումրիում, այդպես ասենք, քանի որ 102-րդ բազայի զինվորականները չգիտես ինչու հայտնվել են Գյումրիի հաղթանակի հուշարձանում եւ հաղթանակի հուշարձանի վրա ձեռքով գրություններ են իրականացնում, ով է իրենց թույլ տվել, ինչ իրավունք ունեն նրանք այդպիսի բաներ անելու, միթե դա վանդալիզմ չէ եւ ինչ է մեզ հուշում, քանի որ իրենք հիմա գրում են հերոս քաղաքների անունները, այսինքն իրենց պատկերացմամբ փորձում են վերականգնել վանդալիզմի ենթարկված հուշարձանները, բայց միթե դա վանդալիզմ չէ եւ ինչ է սա նշանակում։ Կարծում եմ նաեւ կարևոր է խոսել այն մասին, թե ինչու Փաշինյանը շնորհավորեց Ռուսաստանի նախագահին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչու Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորեց եւ այն մասին, թե ինչպես հակակոռուպցիոն կոմիտեն աշխատանք է իրականացնում եւ նոր դեպքերի կաշառակերության բացահայտում։ Սակայն նախքան հաղորդումը սկսելը անպայման կոչ եմ անում լայքել սիրելի հայրենակիցներ։ Դա կարելի է ասել արժիչ ուժն է մեր հաղորդումների համար, քանի որ շատ ակտիվ լայքերի միջոցով, բաժանորդագրումների, մեկնաբանությունների, տարածումների մեր հաղորդումները շատ ավելի մարդկանց են հասանելի դառնում։ Ուրեմն Սամվել Կարապետյանը այսօր պատասխանում էր լրագրողների հարցերին եւ այն հարցին, թե ինչու այդ միլիոն ու կեսը իրեն չքվեարկեց, ասում է ամենադարդը հենց դա է։ Ուզում էր երևի ասել ամենամեծ դարդը դա է, բայց ստացվեց ամենադարդը հենց դա է։ Դրանից բացի ինքը փաստացի մեղադրեց բոլոր երկրներին, որոնք որ շնորհավորել են Փաշինյանին, ասում է բոլորը հաղթանակ տարան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ ելի ուրիշ երկրներ, հարցին թե արդյոք Ռուսաստանը չի շնորհավորել, ասում է Ռուսաստանը եւս հաղթանակ տարավ։ Այսինքն ինքը շատ արագ կողմնորոշվեց եւ հասկացավ, որ այդտեղ եւս ինչ որ միտեղ պետք է մեղադրել Ռուսաստանին, քանի որ մեղադրանքները լուրջ չեն, ինչ որ շատ թեթև է։ Վաղը կասի, տեսնում եք, ես Ռուսաստանին նույնպես մեղադրում եմ եւ ասում եմ, որ իրենք նույնպես հաղթանակ են տարել։ Շատ հասարակ պրիմիտիվ մանիպուլյացիա է իմ պատկերացմամբ սա, բայց հետաքրքիր է, որ ինքը հայկական գոնե քաղաքականությունից հասկանում է, սակայն նույն ժամանակ վերջում ասեց Ռուսաստանը։ Սա էլ մեծ կապ ունի, սա էլ մեծ նշանակություն ունի եւ դրանից ես կարող եմ հստակ ենթադրել, որ իրականում ինքը չի մեղադրում Ռուսաստանին։ Կարող է հոգում շատ էլ նեղված է, որ ինքը եկել է Հայաստան, մասնակցել է ընտրություններին, ստիպված է եղել գալ Հայաստան, բայց դա հստակ այդ մտահոգության արտահայտությունը չէր։ Հիմա խոսենք Փաշինյանի ուղերձից Պուտինին։ Ուրեմն Փաշինյանը իր շնորհավորանքի մեջ խոսում է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմակողմանի կապերը չափազանց կարեւոր են, բայց դրանք կարեւոր են, երբ հարգվում են միմյանց ինքնիշխանությունը եւ պետական շահերը հաշվի են առնվում։ Այսինքն Փաշինյանը այս ուղերձի մեջ կրկին Պուտինին հիշեցնում է Հայաստանի ինքնիշխանության եւ պետական շահի մասին եւ որ փոխադարձ հարկանքի վրա պետք է հարաբերությունները կառուցվեն։ Ես կարծում եմ, որ Պուտինը հետ չէր ուզում ստանալ այսպիսի շնորհավորանք, որտեղ որ Փաշինյանը կրկին մեկ անգամ եւս իրեն հիշեցնում է, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, ունի իր շահերը եւ ինչպես որ Հայաստանը հարգում է Ռուսաստանի շահերը եւ ինքնիշխանությունը, այդպես էլ Ռուսաստանը պարտավոր է հարգել Հայաստանին։ Շատ հետաքրքիր դիվանագիտական խորամանկ, լավ իմաստով խորամանկ, կարևոր շնորհավորանք է։ Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես շնորհավորել է Ռուսաստանին Ռուսաստանի օրվա առիթով, բայց դեռ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից շնորհավորանքներ չկան։ Եվ սա կարծում եմ ճիշտ մոտեցում է։ Ինչու՞ չէ, թող շնորհավորեն։ Կարևոր է, որ մերոնք ցուցաբերեն ճկունություն։ Բայց Ռուսաստանի վրա այդ ամենը կարծես թե չի ազդում։ Հիմա մենք տեսանք կադրեր
Գյումրիում, թե ինչպես ռուս զինվորականները վերցիններով փորձում են վերականգնել գրությունները երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանի վրա։ Ճիշտ ասած, ամենաառաջի հարցը, որը իմ մեջ առաջացավ, միթե սա վանդալիզմ չէ։ Ով է թույլ տվել իրենց, որ իրենք կան իրենց վերցիններով, իրենց ներկերով եւ գրություններ գրեն հուշարձանի վրա։ Հուշարձանը իրենց սեփականությունն է, հաղթանակը միայն իրենցն է։ Սա մեկ։ Հաջորդ հարցը։ Ինչպես արագ Ռուսաստանի իշխանությունները մոբիլիզացվեցին եւ հրաման տվեցին, որպեսզի զինվորականները գնան եւ գրեն հուշարձանների վրա, նկարահանեն եւ հետո սկսեն ցուցադրել իրենց պրոպագանդիստական ալիքներով։ Ես համարում եմ, որ այս հարցերի պատասխանները մենք պետք է շատ արագ տանք եւ դրանից բացի պետք է որ հայտարարությամբ հանդես գա Գյումրիի քաղաքապետարանը, հուշարձանների պահպանության կազմակերպությունը, այն նախարարությունը, որը որ զբաղվում է հուշարձանների պահպանմամբ։ Եվ դրանից բացի պետք է որ հիմա փակվի տարածքը եւ իրականում վերանորոգում սկսվի այդ հուշարձանի վրա, սիրելի հայրենակիցներ, չի կարելի թույլ տալ, որ ռուս զինվորականների ճզմզոցները մնան երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանի վրա։ Մենք պետություն ենք, թե չէ վերջով ռուս զինվորականները գալիս եւ խզբզում են մեր հուշարձանների վրա։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նաեւ անպայման գործ հարուցել այդ ռուս զինվորականների վրա կամ իրենց հրամանատարների, ովքեր որ հրաման են արձակել կամ մասնակցում են այդ վանդալիստական ակտի։ Եվ ըստ պատշաճի այդ հուշարձանները պետք է վերանորոգվեն։ Ըստ պատշաճի, ճիշտ ձևով։ Դրանից բացի չափազանց կարևոր է հայտնաբերել այդ վանդալիզմը իրականացնողներին, բայց քանի որ Ռուսաստանի Դաշնության զինվորականները այսպես շատ արագ մոբիլիզացվեցին, ես հիմա շատ ավելի սկսեցի կասկածել, որ դա կոնկրետ իրենց ձեռքի գործն է։ Իսկ եթե դա իրենց ձեռքի գործն է, ինչքան է բախտերս բերել, որ հուշարձանի նկատմամբ են իրենք այդպիսի սադրանք իրականացրել։ Պատկերացնում եք, որ մի քանի ռուս զինվորականների սպանեին եւ հետո ասեին, թե հայ հասարակությունն է սպանել կամ ինչ որ արարքներ, որոնք շատ ավելի մեծ եւ լուրջ սադրանքներ կլինեին Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, որպիսի փորձեին ապակայունացնել իրավիճակը։ Բայց ես չեմ բացառում, որ ավելի մեծ սադրանքների դիմեն, քանի որ զգուշացված ես, պաշտպանված ես, դրա համար մենք հիմա այս ամենից հետո ավելի ուշադիր պետք է լինենք, իրավապահ համակարգն էլ, հատուկ ծառայությունն էլ ավելի շատ աչք պետք է ունենա, թե ինչ է կատարվում ռուսական ռազմաբազայում, ինչ են անում, ինչ պլաններ ունեն ընդհանրապես։ Կրկնեմ, կարող են շատ ավելի մեծ սադրանքներ իրականացնել եւ հետո ամբողջ Ռուսաստանով դա ցուցադրեն, լարեն իրավիճակը, որից ավելի հեշտ կլինի արդեն անցնել կոնկրետ գործողությունների Հայաստանի նկատմամբ։ Եվ իմ պատկերացմամբ նախորդ հաղորդման մեջ ես էլ ասացի այս մասին, կրկին ասեմ, շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա, իրավապահները նույնպես հայտարարությամբ հանդես գան, քաղաքապետարանը իր անելիքանի հուշարձանների պահպանման կազմակերպությունը, նախարարությունը իր ասելիքը ասի, որպիսի հնարավորինս քիչ տեղ տանք ռուս պրոպագանդիստներին, չնայած իրենք գիտեն ինչ են ցուցադրում, ինչ են խոսում, ինչ էլ անես, իրենք խոսելու են միևնույնն է իրենցը, բայց այնուամենայնիվ մենք էլ պետք է ճիշտ վարվենք այս պարագայում։ Հետաքրքիրը այն է, որ ընտրությունները ավարտվել են, բայց չնայած դրա, մինչև հիմա հակակոռուպցիոն կոմիտեն նոր բացահայտումներ է անում կաշառքի բաժանման դեպքերի։ Այս վերջին դեպքը վերաբերվում է Փարքավաճ Հայաստանին, Վանաձորի գրասենյակին, թե ինչպես են փորձել կաշառք բաժանել։ Շատ լավ է, որ ընտրություններից հետո նույնպես հակակոռուպցիոն կոմիտեն հետևողական է։ Մենք ստանում ենք նաև տեղեկություններ, որ տարբեր ընտրատեղամասերում ընտրությունները չեղարկվում են։ Ես դեռևս չեմ կարող ասել, թե դրանք որքանով կազդեն ընտրությունների վերջին արդյունքների վրա, չեմ պատկերացնում, որ մեծ հաշվով ազդեն, դա էլ ասեմ, չեմ պատկերացնում, որ մեծ հաշվով ազդեն, բայց ահա աշխատանքը տարվում է, ինչպես արդեն նշեցի, Սամվել Կարապետյանը իրենց կուսակցությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին անվավեր ճանաչելու ընտրությունները, Գագիկ Ծառուկյանն էր պատրաստվում, Փարքավաճ Հայաստանով կարծես թե դիմեց
Եվ դրանից հետո արդեն Սամվել Կարապետյանը ակնարկում է, որ իրենք կարող են դիմեն նաև սահմանադրական դատարան, բայց մեծ ողջավորություն չկար կարծես թե իրենց մոտ։ Ես իր հայտարարություններից խոսածից հասկացա, որ դերևս իրենք հաստատ չեն կողմնորոշվել, դերևս որոշումները չեն կայացվել, դերևս իրենք չեն հուշել ինչ կարելի է անել, խորհուրդ չեն տվել, դրա համար ահա այսպիսի է իրավիճակը իրենց մոտ։ Միջայլ լուծ։ Ես երեք մոռացա ընթերցել համատեղ հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի տարբեր մարմինների Հայաստանում կայացած ընտրությունների կապակցությամբ։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ իրերը կոչվում են իրենց անուններով։ Նաեւ հստակ նշվում է ռուսական բացասական դերակատարության մասին։ Փորձենք լսել եւ հասկանալ, թե ինչ է ասում այդ ընդհանուր հայտարարության մեջ եւ ովքեր են այս հայտարարությունը անողեր։ Ահա տեքստի հայերեն թարգմանությունը, որին հաջորդում է դրա քաղաքական եւ ռազմավարական վերլուծությունը։ Թարգմանություն։ Համատեղ հայտարարություն Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքալիստերի Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկու էիս, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Նիլ Ուշակովի էիս, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության փոխնախագահ եւ ընտրությունների դիտարկման Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի էիս, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի մշտական Զեկուցող Միրյամ Լեքսմանի էի, Հայաստանում ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման Եվրախորհրդարանի խմբի առաջատար անդամ Նաչո Սանչես Ամորի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հայաստանի ժողովուրդը քվեարկեց իր երկրի ապագայի եւ շատ առումներով Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագայի համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրություններում։ Մենք շնորհավորում ենք նրանց իրենց ժողովրդավարական իրավունքներն իրացնելու եւ ինքնիշխան կամքը խաղաղ ու կազմակերպված մթնոլորտում արտահայտելու կապակցությամբ բարձր մասնակցությունը քաղաքացիական աճող ակտիվության դրական նշան է։ Մենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության նախնական հաստատումներն ու եզրակացությունները, որի կազմում ընդգրկված էր Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը, ինչպես նաև ընտրական գործընթացի ընդհանուր դրական գնահատականը, որը լավ էր կազմակերպված եւ ընտրողներին հնարավորություն տվեց իրական ընտրություն կատարել քաղաքական այլընտրանքների միջև թե բարձր բևեռացվածության պայմաններում։ Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ ցուցադրեց հարգանքի կատարյալ բացակայություն այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնցում ձգտում է գերիշխել։ Բացահայտ սպառնալիքների եւ տնտեսական վնաս հասցնող առևտրային սահմանափակումների միջոցով հայ ընտրողներին ճնշելու, ինչպես նաեւ մանիպուլյատիվ բովանդակությամբ նրանց մոլորեցնելու նրա լկտի փորձերը մեծ մասամբ ձախողվեցին։ Եվրոպական միությունն աջակցություն է ցուցաբերել օգնելու Հայաստանին դիմակայել Ռուսաստանի ճնշումներին եւ թույլ տալու Հայաստանի քաղաքացիներին կատարել ազատ ընտրություն։ Մենք կոչ ենք անում ձեռնարկել հետագա եւ ավելի լայնածավալ միջոցներ ուղղված Հայաստանի դիմակայության ամրապնդմանը, մասնավորապես աջակցելու Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ խթանելու ԵՄ Հայաստան առևտուրը, օրինակ ԵՄ ինքնավար առևտրային միջոցների ընդունման միջոցով։ Մենք նաեւ ընդունում ենք վիզաների ազատականացման ճանապարհին արագ առաջընթացի եւ ԵՄ գործընկերության նոր առաքելության շուտապույտ տեղակայման անհրաժեշտությունը։ Ընտրությունների արդյունքները մատնանշում են Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության, տարածաշրջանային փոխկապակցվածության եւ Եվրոպական միության հետ ավելի սերտ կապերի։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի նորընտիր ազգային ժողովի եւ նոր կառավարության հետ աշխատանքի մեկնարկին աջակցելու այս ճանապարհին հետագա առաջընթացին եւ ապահովելու հայ ժողովրդի ավելի մեծ բարգավաճումը։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում ընտրական եւ հետընտրական գործընթացի հաջորդ քայլերը կբերեն ինստիտուցիոնալ եւ ժողովրդավարական համախմբում հիմնված ներկայացված քաղաքական ուժերի եւ հասարակության բոլոր շերտերի երկխոսության ու մասնակցության վրա, որպեսզի ել ավելի ամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները եւ ամրապնդվի հանրային վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։ Վերլուծություն։ Այս համատեղ հայտարարությունը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ունի հստակ քաղաքական եւ ռազմավարական ուղերձներ, որոնք կարելի է բաժանել մի քանի հիմնական շեշտադրումների։ 1. Ժողովրդավարական լեգիտիմության ճանաչում։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները միանշանակ լեգիտիմացնում են ընտրությունների արդյունքները։ Չնայած նշվում է բարձր բևեռացվածության մասին, ինչը բնորոշ է հայաստանյան ներքաղաքական կյանքին։ Ընդհանուր գնահատականը խիստ դրական է շեշտելով բարձր մասնակցությունը, կազմակերպվածությունը եւ իրական քաղաքական այլընտրանքների առկայությունը, սա ազդակ է, որ Բրյուսելը պատրաստ է լիարժեք աշխատել ձևավորվող նոր կառավարության հետ։ 2. Ռուսաստանի դերի կորտ քննադատություն եւ աշխարհաքաղաքական ձախողում։ Սա հայտարարության ամենակտրուկ եւ ուղղակի հատվածն է։ Եվրոպացի գործիչները Ռուսաստանին բացահայտ մեղադրում են Հայաստանի ընտրություններին միջամտելու, տնտեսական ճնշումներ, առևտրային սահմանափակումներ, սպառնալիքներ եւ տեղեկատվական մանիպուլյացիաներ կիրառելու մեջ։
Հայտարարության մեջ ֆիքսվում է, որ Մոսկվայի այդ փորձերը մեծ մասամբ ձախողվեցին, ինչը նշանակում է, որ ընտրությունների արդյունքները ԵՄ-ն դիտարկում են նաև որպես Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցման ցուցիչ։ 3. ԵՄ պատրաստակամությունը տնտեսական և անվտանգային անվտանգության բարձիկ դառնալու։ Քանի որ Հայաստանը գնում է դեպի արևմտյան վեկտորի խորացում, ԵՄ-ն գիտակցում է Ռուսաստանից եկող տնտեսական ռիսկերը, հայտարարության մեջ տրվում են կոնկրետ խոստումներ, կոչեր, տնտեսական դիվերսիֆիկացիա և ինքնավար առևտրային միջոցներ, ինչը կարող է նշանակել հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի արտոնյալ հասանելիություն ռուսական էմբարգոները կոմպենսացնելու համար։ Վիզաների ազատականացման գործընթացի արագացում, ԵՄ գործընկերության նոր առաքելության Partnership Mission շուտապույտ տեղակայում, ինչը ցույց է տալիս ԵՄ ներկայության ընդլայնումը ոչ միայն դիտորդական, ինչպես ԵՄ դիտորդներն են սահմանին, այլև ավելի լայն ինստիտուցիոնալ մակարդակով։ 4. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ֆիքսում, հայտարարության մեջ ուղղակիորեն նշվում է, որ ընտրությունների արդյունքները արտացոլում են Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության, տարածաշրջանային կապերի և ԵՄ-ի հետ սերտացման։ Սա նշանակում է, որ Եվրոպան նոր ձևավորվող իշխանությունից ակնկալելու է հետևողական քաղաքականություն ուղղված դեպի արևմուտք ինտեգրմանը և տարածաշրջանային խաղաղության օրակարգին, ինչը կարող է ներառել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակականությունը։ Ամփոփում, այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ Եվրամիությունը 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում իր հիմնական ժողովրդավարական գործընկեր և պատրաստ է քաղաքական ու տնտեսական լուրջ ռեսուրսներ ներդնել երկիրը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և եվրոպական ուղեծիր տեղափոխելու համար։ Մենք տեսանք Եվրոպական խորհրդարանի համատեղ հայտարարությունը։ Դա Եվրոպական խորհրդի համատեղ հայտարարություններ չափազանց կարևոր հայտարարություններ եւ այսպիսով մենք ավելի ու ավելի պարզ ենք հասկանում Եվրոպայի քաղաքականությունը, քաղաքական հավատարմությունը Հայաստանի նկատմամբ։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։